Ովքեր էին Ռեպսիմյանց կույսերը, ինչպես ապրեցին եւ ինչու նահատակվեցին։ Նրանց պատմությունն ամեն տարի այս օրերին հայոց եկեղեցիների սուրբ խորաններից է հնչում, ոգևորում, զորացնում քրիստոնյայի հավատը։ Հունիսի 2-ին եկեղեցին նշեց Գայանյանց կույսերի հիշատակության տոնը, եկեղեցականների թափորը հայոց հայրապետի գլխավորությամբ Մայր տաճարից շարժվեց դեպի Սուրբ Գայանե վանք։ Հայրապետի ձեռքում Սուրբ Գայանեի աչաձև մասուն քարանն է, որն ամեն տարի Սրբուհու հիշատակության օրն է դուրս բերվում գանձատնից հավատացյալներին օրհնություն բաշխելու համար։ Հայոց հայրապետը օրհնություն բաշխելով քայլեց մինչև Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մուտքի մոտ, որտեղ էլ մասուն քարանը հանձնեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին։ Հոգևորականների թափորն ուղևորվեց Սուրբ Գայանե վանք։ Ռեպսիմյանց եւ Գայանյանց կույսերի մասունքներն ամփոփող այս մասնատուփը Մադրասի հայկական համայնքն է պատրաստել եւ նվիրել Մայրաթորին 1825 թվականին։ Վանքը կառուցվել է 630-ին Եզր առաջին փառաժնակերտցի կաթողիկոսի օրոք Գայանե Մայրապետի մատուռ վկայարանի վրա, որը դեռևս 301 թվականին հիմնել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Նահատակ կույսի դամբարան աղոթատունը երբեք ուխտավորի պակաս չի ունեցել։ Երբ որևէ մեկը կկարծի, թե ինքը որևէ բանով թերի է, պակաս է կամ այն առավելությունը չունի, ինչպես որ կկարծի մեկ ուրիշ ունի, մեր սրբուհիները այսօր գալիս են մեզ ներկայացնելով, որ այո, կարող է մի պարզ հավատացյալի, մի պարզ սրբուհու կերպարով վերարժևորվի եւ մի ամբողջ ազգային մտածողություն փոխվի եւ դարձ կատարվի դեպի քրիստոնեություն, հավատքի։ Եվ այսօր Ռեպսիմյան եւ Գայանյանք այդ պարզ կերպարների մեջ ցույց են տալիս, ինձ խոնարհության մեջ ցույց են տալիս հավատքի զորությունը։ Դե ինչպես կարող էր այդ հավատքը մի ամբողջ մարդկային կյանքի պատմություն փոխել։ Երբ Քրիստոս ասեց, որ մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք եւ ասեք լեռներին ել եւ ծովը ընկիր, կկատարվի, մենք ուղիղ իմաստով ենք շատ ժամանակ հասկանում, բայց արդյոք մեր սրբուհիները այդ մանանեխի հատիկը չէին, որ մի ամբողջ ազգային մտածողություն պատկեր փոխեցին եւ դարձրեցին մեր ազգը դեպի լույսը, դեպի ճշմարիտ Աստվածը։ Սուրբ Գայանեն Հայաստան էր հասել Բաղդակից մյուս կույսերի հետ, որոնք Հռոմում Դիոկլետիանոս կայսեր օրոք իրենց քրիստոնեական հավատի համար հալածանքների էին ենթարկվում։ Սակայն Հայաստանում նրանց նոր փորձություններ էին սպասվում։ Իրենց հավատին հավատարիմ մնալու համար հայոց Տրթատ թագավորի հրամանով կույսերը չարչարանքների են ենթարկվում ու նահատակվում։ Նրանց մարմիններն անթաղ են մնում, մինչև որ Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով խորվիրապից ամփոփում է յուրաքանչյուրին իր նահատակության վայրում։ Արդյոք մենք այսօր ապահովված ենք նման հարձակումներից, թե այսօր բոլորովին այլ են մարտահրավերները։ Մերօրյա հարձակումներն այլևս ֆիզիկական հարձակումների տեսքով չեն, բայց դրանք ավելին են։ Այսօր մեր հավատարմությանը սպառնում է հոգևոր անտարբերությունը։ Իր քարոզում ասաց Սրբազան հայրը, նշելով, որ սրբուհիները ժամանակակից մարդուն սովորեցնում են, արտաքին աշխարհի հալածանքները ոչինչ են, եթե մարդը պահում է իր սրբությունն ու հավատարմությունը։ Սիրելիներ, Հայաստանի ծառայական Սուրբ Եկեղեցին սա պայմանորեն ուզում եմ շեշտել, որ այսօր էլ բացել է վանական կյանքի դռները հավատարիմ ու կոչման գիտակցություն ունեցող շատ անձանց առջև Քրիստոսի սիրով եւ սրբության միավորված համակեցության մեջ վերափոխելու իրենց կյանքն ու նմանելու այսօրվա հիշատակելի սուրբերին, լինելու հրեշտակներ երկրի վրա, ինչպես նմանեցնում է Սուրբ Արսեղ Կեսարացին, իսկ շարականագիր հայրապետը լրացնում ընտրված երկրի վրա եւ դասակից հրեշտակներին իրենց սուրբ ու քաղցր աղոթքներով մշտամնա օրհնություն իջեցնելու հայոց հողի վրա, որի կարիքն այսօր այնքան ունենք։ Սրբուհու բարեխոսությունը խնդրելու համար Էջմիածին էին եկել հավատացյալներ տարբեր թեմերից։ Վերջին տարիներին մեր եկեղեցին քրիստոնեության պայքարի համար առաջնագծում է եւ իր հավատավոր զավակները եւս հոգեվոր հայրերի առաջնորդությամբ պայքարում են եկեղեցու համար եւ հենց այդ սխրագործության գաղափարն է, որ խորհուրդն է, որ չնայած 4-րդ դարի մասին ենք խոսում, բայց 4-րդ դարի թեման, պայքարը նաեւ արդիական է 21-րդ
կատարում մեր օրերում, մեր հայրենիքում, մեր եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների շրջանակում։ Սրբույների վարքը մեզ համար օրինակ է մեր կյանքի ընթացքում ունենալու եւ մեր կյանքը ապրելու համար որպես իրական քրիստոնյայի եւ մենք վստահ ենք, որ եթե փորձենք ինչ-որ մի չափով, թեկուզ շատ փոքրիկ չափով իրենց օրինակ ունենալ եւ իրենց օրինակով ապրել մեր կյանքում, մենք կշահենք Քրիստոսի սերը եւ Քրիստոսի իրապես հետևորդներն ու ժառանգները կկոչվենք։ Սրբոհու մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգություն եւ կրկին Մայրաթորի գանձատուն վերադարձվեց։ Արարատյան շաբաթվա շրջանակում հունիսի 4-ին Մայրաթորից շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովանես Մկրտչի եւ Աթանագինե եպիսկոպոսի մասունքները։ Կնշվի նաեւ վանքի ուխտի օրը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։